Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 30-ն է եւ մենք եւս մեկ օր մոտեցանք քվեարկության օրվա։ Ես կյանքում ոչ մի ինտրուսիաներ այսքան սրտացրով չեմ սպասել, ոչ թե անհամբեր եմ, այլ մտավախություններով եւ մտահոգություններով։ Ես կարծում եմ դա միայն ինձ մոտ չի, ձեր բոլորի մոտ նույնն է, որովհետեւ եթե մարդ անտարբեր չի իր երկրի ճակատագրի նկատմամբ, չի կարող անտարբեր լինել նաև այս ընտրությունների նկատմամբ, որտեղ կարելի ասել վստահորեն որոշվել է մեր ազգի ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը, մեր լինել չլինելը, ու սա չափազանցված չի, սա չափազանցություն չի։ Մինչև այսօրվա նորություններին անդրադառնալ, ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ դուք կարող եք հետևել նաև ինձ Patreon-ում, գնացեք, հետևեք, կարող եք բոլոր վիդեոները նայել այնտեղ առանց գովազների եւ ոչ միայն վիդեոները, պետք է նորից ասեմ, որ ամսի 8-ից անկախ ամեն ինչից մենք սկսում ենք մեր շարժումը, մեր երթը պետականաշինության համար, որովհետեւ ես չեմ կարծում, որ այս ընտրությունների արդյունքում նույնիսկ լավագույն դեպքում մենք ունենանք այն իշխանությունը եւ այն երկիրը, որը կբավարարի մեզ լիովին։ Եվ ժամանակը ցույց է տալի մեկ բան. ուզում ես լավ լինի, դու քո ձեռքով պետք է անես։ Դու չես կարող նստել սպասել, որ ուրիշը պետք է գա քո գործը քո փոխարեն անի։ Եվ այսպես անցնենք այսօրվա թեմաներին։ Այսօր հանրայինի եթերում էր Պետրոս Ղազարյանի մոտ Ռոբերտ Քոչարյան։ Ես այս տեսանը որ տեսա, որ Պետրոսի իջել է ներքև դիմավորում է այս պոզայով, հա, հիշեցի միանգամից այս պոզան Սերժիկի մոտ, նույնը հիմա Նիկոլի մոտ է, եւ այսպես բարդ կրացած ապրելը ամեն մարդու բան չի, վստահ եղեք, շատ դժվար է հիմա Պետրոսի համար, շատ, որտեղ ինքը տեսնում է, իրեն տեսնում են իրեն ճանաչողները, գուցե իր զավակը, չգիտեմ, եթե այսօր չի տեսնում, վաղը տեսնելու է։ Եվ ինքը գիտի սրա մասին։ Եվ ինքը գիտի սրա մասին, որ ինքը անում է մի բան, որ կողքից գարշելի է դեպում, բայց գուցե դա արդարացված է 44 միլիոն դրամի դիմաց, չգիտեմ։ Բայց դա էական չի։ Տեսնենք ինչի մասին խոսեցին Ռոբերտ Քոչարյանի հետ այս ամբողջ ընթացքում։ Ես իհարկե ձայնագրությունը ձեզ չուս չեմ տա, որովհետև 1 ժամ 30 րոպե տևեց այդ խոսակցությունը։ Հիմնական մասերն ասեմ։ Չկա ավելի լավ տեխնացու Փաշինյան Նիկոլի համար, որպես հակառակորդ, քան Ռոբերտ Քոչարյանը։ Չկա ավելի լավ տեխնացու որպես հակառակորդ Ռոբերտ Քոչարյանի համար, քան Նիկոլ Փաշինյանն է։ Որտեղ այդ ամբողջ ընթացքում հարցազրույցի սենց էր, պարոն Քոչարյան, դուք մարդկանց էիք հալածում, ջարդում էիք, ծեծում էիք ձեր նախագահության ժամանակ։ Պատասխան. Պետրոս, հիմա ավելի շատ են հալածում։ Ռոբերտ Քոչարյանը իր հանցագործությունները արդարացնում էր նրան, որով իբր այսօր ավելի շատ է, ավելի քիչ հանցագործություն է իրական չի։ Իսկ Պետրոս Ղազարյանը այսօրվա հանցագործություններն արդարացնում էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր ժամանակին իրականացրել էր նույն հանցագործությունները, տարբեր մակարդակների վրա։ Հա, մեկը ջարդում էր փողոցում, հա, մեկն էլ ուղղակի կալանավորել է տալ, ջարդելուց էլ։ Եվ այստեղ պոլեմիկան սրա շուրջն էր, ով ավելի վատ։ Եվ սս նայում ես, ասում ես, ինչ հետաքրքիր պասերով խաղում են։ Պետրոսը Փաշինյան Նիկոլի հանցագործությունները, փաստացի, արդարացնում էր, մաքրում էր նրանով, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի վատ է եղել։ Եվ Ռոբերտ Քոչարյանը արդարացնում էր իր հանցագործությունը, ասելով այսօր ավելի վատ է, Պետրոս։ Եվ այսպես պասերով, երկու հանցագործ իրար հետ վիճում են, մարդիկ պետք է ընտրեն իբր, թե ով է մեղավոր, ավելի մեղավոր։ Սրա համար էր Փաշինյան Նիկոլը հայտարարում, որ ընտրությունը պետք է լինի իրա ու Ռոբերտ Քոչարյանի մեջ։
Ընդ մեր շատ հետաքրքիր հարց եղավ, ուղղակի Պետրոսը, քանի որ ինքը լրագրող չի, ինքը լրագրող չէ, ինքը վարձկան է, չկարողացավ զարգացնել թեման նրա մասին, որ պարոն Քոչարյան, ո՞նց է ստացվում ամբողջ ընդդիմադիր դաշտը, ընդդիմադիր, քո կողքի ճակերտավոր ընդդիմադիր դաշտը հայտարարում է, որ ոչ մի պարագայում քեզ չի աջակցելու։ Այս հարցը լսելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ թե դուրս եկավ գնաց, հասկանալով հանդերձ, որ մի ամբողջ միլիոնանոց լսարանի առաջ, ամբողջ Հայաստանի առաջ, իրեն ուղղակի ասեցին, լսի, դու մերժված ես բոլոր կողմերից, եւ իշխանական, եւ ընդդիմադիր։ Ինչ գործ ունես դու ընտրությունների մեջ։ Իհարկե չգնաց եւ այդտեղ ես հերթական անգամ հասկացա եւ համոզվեցի, որ Ռոբերտ Քոչարյանի նման անթասիբ եւ մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է։ Մարդուն պարզ ասում են, այն որ իշխանությունները քեզ չեն սիրում, ճակերտավոր, դա հասկանալի է, բայց քեզ չեն սիրում նաեւ ընդդիմադիր դաշտում։ Ինքը սկսեց խոսալ, որ դա Նիկոլ Փաշինյանի մեղքով է։ Դա համար եմ ասում, ստեղ երևաց Պետրոս Ղազարյանի լրագրող չլինելը, կամ ուղղակի պետք էր, որ տենց ավարտվեր այդ խոսակցությունը, որ ավելի շատ չնեղեր Ռոբերտ Քոչարյանին, քան պետք էր նեղել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը պետք է դեռ Նիկոլ Փաշինյանին մարդկանց ահաբեկելու համար։ Թե չէ, եթե մի քիչ էլ սեղմեր, կպարզվեր Ռոբերտ Քոչարյանը ամենախանգարող ֆիգուրն է այս ընտրությունների մեջ, որը հենց այդպես էլ կա։ Որովհետև եթե չլինի Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը խոսալու թեմա չի ունենա, ուղղակի չի ունենա, որովհետև Գագիկ Ծառուկյանի թեման ակտուալ թեմա չի։ Ընդհանրապես թեմա չի, ինքը ոչ քաղաքական գործիչ է, ոչ եղել է, ոչ էլ կլինի երբևէ։ Նույնը Սամվել Կարապետյանին։ Ինչքան ուզում եք գոռա կալուգացի Սամվել Կարապետյանը իշխանություն չի եղել, մարտի 1 չունի, հոկտեմբերի 27 չունի, ապրիլի 12 չունի, ոչ մի բան չունի, ինքը պատասխանատու չի։ Հասկանում եք, մոտիվացիան ամբողջ կկորի Փաշինյան Նիկոլի խոսակցության, եթե չլինի Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար երևի Պետրոսը շատ չնեղեց, որ դիտողը չհասկանա, որ այո, այս մարդը, որ նստած է այնտեղ, հպարտ արդարանալով, որ ինքը օթից միլիարդատերը, օթից, ինքը թղթերով ամեն ինչ ապացուցված ունի, ես հիշեցի Սերժ Սարգսյանին, որ ասում է, թղթերով ամեն ինչ լավ է։ Ու Ռոբերտ Քոչարյանի միակ արգումենտը դա էր, որ ինքը թղթերով ամեն ինչ ապացուցած ունի, որտեղից այդ միլիոններն ու միլիարդները, թե ոնց իր տղեն ամբողջ Հայաստանում հենց ինքն էր ամենալավ բիզնեսմենը եւ ինքը կարող էր 30,000 դրամով դառնալ միլիարդատեր, որն է հիմնավորումը թղթերով ամեն ինչ լավ է, թղթերով ամեն ինչ ճիշտ է եւ ինքը կարող է ապացուցել դատարան։ Վերջ, այստեղ թեման փակվում է։ Դե իհարկե հասարակ նայողներիս համար պարզ է, որ այդ թղթերը ես ինչքան ուզեմ, երբ ուզեմ, ոնց ուզեմ կնկարեմ եւ դատարանն է որոշող այդ թղթերի հետ ինչ անի։ Որ դատարանը, Նիկոլի դատարանը։ Նիկոլի դատարանը, եթե Ռոբերտ Քոչարյան դատող լիներ, վաղուց հենց 2018 թվականի արդեն հունիսներին Ռոբերտ Քոչարյանը ՑՄ պետքա լիներ արդեն դատապարտված։ Բայց հասկանալով, որ այս պասելով խաղը ինչի համար է եւ միջև ուր է պետք, որ ինքը գնա։ Դա համար կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ, Ռոբերտ Քոչարյան, որպես տեսակ քաղաքական գործիչ, ինչքան ուզում է ինքը վստահ երևաց, վստահ խոսա եւ ինքը հիմալ մարդ չի, ինքը կարողանում է խոսա։ Ինքը գիտի ինչ է խոսում, բայց միևնույնն է մնում է ամենաանթասիբ քաղաքական գործիչը հայկական իրականության մեջ։ Փաշինյան Նիկոլից հետո։ Այդ առաջի տեղը Փաշինյան Նիկոլն է, ես իրան ձեռ չեմ տալիս։ Չէ, այդ տիտրոսակիրը ինքն է։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ ցավում են ձեր համար, բայց դա ձեր ընտրությունն է, ինձ առանձնապես դա չի հուզում։ Ես որ տեսնում եմ մարդկանց, ինձ էլ են հարցեր տալի Արցախի խնդիրը ոնց եք պատասխանում, այդ տեխնացուներին էլ են տալի Արցախի խնդիրը ոնց եք պատասխանում, ամեն մեկը մի ձևով պատասխանում է, եւ ես ամեն անգամ գիտեք ինչի վրա եմ զարմանում, այ որ մեկը մի քիչ բան չի խոսում, վստահ եւ հիմնավորված չի խոսում, միանգամից սկսում են ծաղրել, գիտեք ինչ, որովհետեւ հարց տվողները չեն հասկանում ինչ է Արցախը, չեն հասկանում ուղղակի, երկրորդը չեն էլ հավատում, որ Արցախը իրանցն է, չեն, իսկ Արցախը մեր տունն է,
Ինչ եմ ասում ինձ հարցեր են տալի, չէ՞ որ ես հարց ու պատասխան եմ անում ամեն օր իմիջիալոց TikTok-ով 1 ժամ, եթե դուք չեք հետևում ինձ TikTok-ով, ամեն օր արդեն 4 եթեր եմ ունեցել։ Երեկոյան 9-10-ի կողմերը Երևանի ժամանակով ես դիտում եմ։ Պարզվում է բավականին հետաքրքիր մասա կա։ TikTok-ը դա YouTube չի։ Մի խոսքով, ներվելա պետք, ամեն ինչ պետք է, բայց դա աշխատանք է, պետք է արվի։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այդ հարցերը ես էլ եմ ստանում։ Ես այդ հարցերից հասկանում եմ մի բան, որ հարցը տվողը չի հավատում, որ Արցախը Իրանն է։ Եվ այն հյուրերին, որ լինում է այդ մասին, նայում եմ, չէ, որ ինչպես են մնացած տեխնատուները պատասխանում Արցախի մասով հարցերին, տեղ-տեղ կմկմալով, բայց ամեն անգամ հարց տվողները նենց հեգնանքով են խոսում դրա մասին։ Ահա գիտեք ինչին նա բանը, որտեվ Արցախը ոչ մեկ Իրանը չի համարում, իր տունը չի համարում։ Իսկ Արցախը մեր տունն է։ Մեր տունն է, մեր հարազատ տունն է։ Իսկ երբ որ մարդը այս տեսակով է նայում հարցին, հարց չի առաջանում իր մոտ Արցախ Հայաստանը թե չէ։ Ուրիշ հարց է մնում. ոնց ենք հետ բերելու մեր տունը, որը ժամանակավոր խլել են մեզանից Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Հենց մենք այս համոզմունքով սկսեցինք հարցերին նայել։ Բոլոր հարցերը, որում Արցախի վերադարձը ինքնաբերաբար ընկնում է իր տեղը, լուծումները գտնում է։ Բայց քանի դեռ կամ Արցախը մեր համար մի տարածք է, որ կարող նաև մերը չլինի, վստահ եղեք այնտեղ միշտ խոչընդոտներ կան։ Միջազգային հանրություն, Բաքուն ուժեղը, Թուրքիան ընդեղը, միշտ կա Պատեզդը կեղտոտ է, Հիտլերը տեղում չի, միշտ խոչընդոտներ կան, որովհետև մարդը չի մտածում, որ դա իր տունն է, ինքը պետք է վերադառնա տուն։ Իսկ առանց Արցախի մենք անտուն ենք, որովհետև Հայաստանում մենակ ապրելը, Հայաստանից պուճուր քարտեզով խապնվելը, դա շատ ժամանակավոր է։ Դա նշանակում է, որ շուտով մենք կմնանք անտեր, եթե մեզ սահմանափակեցինք այդ սահմանների մեջ։ Այնպես որ գնանք առաջ եւ այսպես ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին։ Մեհեր Գրիգորյանը հայտարարել։ 2 օր առաջ էլ հայտարարեց, որ մենք վերադառնալու ենք ԵԱՏՄ, Նիկոլ Փաշինյանը, եւ մենք նայելու ենք ձեր աչքերին, մի հատ էլ մատ թափ տանք Լուկաշենկոյի վրա, ասենք արա դու մեր հետ լեզվով չխոսաս, մենք հիմա ընտրություն ունենք ուր գնալ, որին հաջորդեց միանգամից երկրորդ սանկցիաների պակետը, երրորդ սանկցիաների պակետը եւ ոչ մի բան այլևս Ռուսաստան չի գնում Հայաստանից։ Դե ինչ ամեն իշխանություն գնահատվում է իր աշխատանքի արդյունքներով, ռեալիզմի մեջ, իդեալական տարբերակով։ Հայաստանում իշխանությունը գնահատվում է թե հանրայինով ինչ կպատմեն իր մասին։ Հա, որովհետև մի հատ մասա կա, իրան չի հետաքրքրում փողոցում ինչ կա, ինքը ուզում է լսի ինչ են ասում դրա մասին։ Հա։ Հիմա գանք այն մարդկանց, որոնց էական չի հեռուստացույցով ինչ են ասում, որոնց համար ավելի էական է, թե ինչ կա գետնի վրա իրականում։ Չացրեք, ափսոս չէ։ Դնես չարչարես, անես ու այդ վիճակով ինչ։ Ամսի 7-ից հետո կերևա, վեշներս կապում ու ընկնում ճանապարհ։ Եվ այսպես հազարավոր ընտանիքներ, հազարավոր ֆերմերներ, մարդիկ, որոնք կարողություններ են կորցնում եւ մտածում են ամսի 8-ից հետո կերևա իրենց վեշերը կավակեն կգնան թե կմնան։ Իսկ միջ այդ թե ինչքան կկորցնեն այսենց կոտրելով, որովհետեւ այլևս դա պետք չի ոչ մեկը, եթե չի կարողանալու վաճառել, ինչ անի այդ մարդը։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այս մարդը պիտի վաճառի իր արտադրանքը։ Հիմա այստեղ պետության խնդիրն է, ոնց դա կառավարի։ Եթե ինքը այս սպառողի, այս արտադրողի համար ապահովել էր ընդամենը մի տարածք, որը կոչվում էր ԵԱՏՄ, ունդեղ խնդիր կա, ընդամենը մեկ տարածք, տեսեք, ու դա ունդեղ խնդիր ունի, ուրեմն այդ խնդիրի պատասխանատունը մեղավորը կառավարությունն է, եւ այս մարդկանց փոխհատուցումն ինքը պետք է լինի։
Բայց քանի որ Հայաստանում, ասում երկու իրականություն կա, գետնի եւ հանրային հեռուստատեսության, հանրային հեռուստատեսությունը թքած ունի այս իրական խոչընդոտների եւ խնդիրների վրա, իր համար ամենակարևորը Փաշինյան Նիկոլի վերարտադրությունն է, որտեղ դրանից է կախված իրենց աշխատավարձը, պատկերացնում եք զզվելի վիճակը։ Իսկ ինչ է այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար։ Հիմա իսկ ասեմ, բթող Եվրոպա տանի, գիտեք որ Եվրոպա տանելու հավանականություն կար ավելի շատ, եթե այն Բաթումիից, ոսկի հիշում եք, Լաստանավի տարբերակ կար, Բաթումի Նավառասիսկ, հա, Հայաստանը պետք է ունենար իր տարածք այնտեղ, պետք է ունենար Լաստանավերը, որոնք բեռներ տեղափոխեն։ Այդ ծրագիրը արագ-արագ սկսեցին միլիոնները ծախսեցին վրան մեզ ուշադրությունը շեղելու համար, Արցախի կորուստից եւ այլն, 9 ամիս հետո ասեցին դա մեզ պետք չի։ Պահանջարկ չունի, մենք լարսով կգնանք ամիսներով, հա։ Դա փակեցին, իսկ ինչ կտար այսօր այդ նավահանգիստը, եթե աշխատեր, դա կլիներ գոնե երկրորդ դուռը։ Երկրորդ դուռ։ Ոչ թե միայն ԵԱՏՄ տարած դուրս գալու համար, այլ սև ծովով դու ուզում ես դուրս արի։ Երբ որ դու ունես լաստանավ, դու սև ծովով կարող ես դուրս գալ նաև այն երկրները, որոնք արևելյան Եվրոպայում են։ Եվ այդ երկրների միջոցով քո ապրանքը կարող է հասնել ուր ուզում ես։ Իսկ Փաշինյան Նիկոլի կառավարությունը 8 տարվա մեջ պահերա 1 դուռ, մյուսը քանդեց արագի մեջ, 1 կամուրջ աշխարհի հետ կապող, 1։ Եվ այդ կամուրջը փակելու համար անեց ամեն ինչ։ Ու հետո ասում է սենց է, մեզ ճնշում են այդ կամուրջը, բա ինչ պետք է անեն։ Բա դու զապաս պայեստային կամուրջներ չունենաս, 8 տարվա ղեկավարություն ես դու։ Որովհետև 8 տարի առաջ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ ավելի ազատ էր իր առևտրի մեջ, քան այսօր։ Իսկ դու ամբողջ տնտեսությունը տարածեցիր ԵԱՏՄ-ի մեջ։ Դու գիտեք Եվրոպայի մեջ, Եվրոպայի հետ Հայաստանի առևտրը ինչքան է մոտավորապես։ 1 միլիարդ չի հասնում։ 1 միլիարդ չի հասնում, 28-27 միլիարդ հնայի մեջ Եվրոպային ընկնող բաժինը 1 միլիարդ չի հասնում։ Դու մեզ ասում են, ոնց է, հեսա, ախալկալակ, ղարս բանան, երկաթ գիծը բացվում է։ Դու ապրանք չունես ընդեղ տանելու, դու պահանջարկ չես ստեղծել, գիտեք ինչի, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղված է ադրբեջանական ծրագրերը սպասարկելով։ Եթե մարդկա դեռ չի հասկացել, ինչի համար ընդհանրապես արտաքին գործերի նախարարությունը դեսպանատները, մարդկաց թվում է դա ընդհանրապես կենտրոնները, որտեղ կարելի է գնալ անձնագիր փոխել։ Այդ անձնագիրը կարելի է օնլայն պատվիրել եւ փոստով ստանալ։ Այդ դեսպանատների աշխատանքը պետք է լիներ այդ երկրներում Հայաստանից ապրանքների ներկայացություն ունենալը։ Այսինքն Հայաստանը միջ արտադրվում է ոչ թե կախված ենք այդ մի կամուրջից, որը ատելով ատում է իբր Նիկոլ Փաշինյանը եւ երազում է ոնց է գնալու Եվրոպա, հա, այլ այդ երկրներում ունենալ անպայման պայմանավորվածություններ, որ գեթ մեկ ապրանքանիշ Հայաստանից ներկայացված լինեն այդ երկրներում։ Բայց հաշվի առնելով աշխարհում քանի տեղ է ներկայացված հայկական արտադրանքը, մենք կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը դեսպանատուն չունի ոչ մի երկրում Ռուսաստանից բացի։ Ռուսաստանում դեսպանատուններ պետք չի Հայաստանի ապրանքները գնալու, որովհետև դրանք սովետական միության ժամանակից ավտոպիլոտ իներցիայով գնում է միջև հիմա։ Այստեղից հետևություն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որպես կառույց այս ամեն ինչու իր մեղքի բաժին ունի, որտեղ իր ամբողջ ընթացքում իր պատմության մեջ ինքը Սերժի ժամանակ սպասարկում էր Ռուսաստանի շահերը, հիմա զուգահեռ Ռուսաստանի շահերին սպասարկում է թուրքական շահերը։ Եվ հայ արտադրողը, հայ տնտեսությունը ոչ մի օգնություն, ոչ մի աջակցություն այդ կենտրոններից, այդ ներկայացություններից չունի։ Դրա համար էլ այս մարդը ստիպված իր ծաղիկներն է կոտրում։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում արտադրողի համար կոտրել սեփական արտադրանքը։ Մինակ ծաղիկները չի արգելափակի, ամեն ինչն արգելափակի, որ Հայաստանում շատ վատ է, այս չի։ Հասկանում եք սա ինչ է, սա ողբերգությունն է։ Իսկ եթե դուք ուզում եք ճիշտ տերմինը իմանալ, սա դիվերսիա է, սա
սաբոտաժա։ Ու Հայաստանի վարչապետի տեխնացուն, ասենց ասեմ, պաշտոնակատարը, այս մասին չի խոսում։ Ինքը ավելի կարևոր խնդիրներ ունի։ Իր խնդիրները ընդհանրապես ուրիշ ոլորտներից են։ Ինքը թքած ունի, որ գյուղացիները փակում են ճանապարհները, բողոքում են, որ հնարավորություն չունեն իրենց ապրանքները ռեալիզացնելու։ Հա, գյուղացիներ ջան, դուք այսօր ոչ միայն չունեք, դու վաղն էլ չեք ունենալու։ Գիտեք ինչի չեք ունենալու։ Որովհետև Հայաստանը միևնույնն է հապկից դուրս չի գալու, ԵԱՏՄ-ից դուրս չի գալու։ Ու միևնույնն է, ձեզ ոչ միայն ուրիշ շուկա չի տալու, այս շուկայում էլի դուք արգելափակված եք լինելու։ Եթե Փաշինյան Նիկոլը մնաց։ Ոչ միայն ձեզ չեն վերականգնելու այս շուկան, ձեզ ուրիշ բան էլ չեն առաջարկելու, եթե մնաց։ Այդ չեմ ասում մնացած մասը։ Այն որ իրանք արդեն որոշել են, որ ձեր բոլոր առևտուրները քարտերով պետք է մտնի բանկ, էլեկտրոնային տարբերակով ու դառնա իրենց սեփականությունը։ Իրենք են որոշելու։ Դուք ինչքան հարկ երբ ոնց կմուծեք, չեք մուծի, ում իրավունք ունեք փող փոխանցել, ում ոչ։ Իրավունք ունեք ձեր հաշիվը տնօրինելու, թե չէ։ Մի խոսքով էլեկտրոնային ստացկացումից բացի, որը կատաստրոֆա է։ Դուք չեք ունենալու նաև շուկաներ։ Այո։ 2018 թվականին այս հարցը պետք է սենց սրությամբ դրված լիներ։ Եթե եկել էր ինքը Եվրոպա տանելու, բայց հիշում եք երևի, ինքն ասեց ոչ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս։ Որովհետև եթե 2018-ին այս սրությամբ դրվեր հարցը, փակեր Ռուսաստանը ճանապարհները, մի քիչ կդիմանայինք, բայց 8 տարի առաջ հնարավորություններ կար եւ ժողովրդի ողջավորությունը այն աստիճանի վրա էր, որ ինքը կհասկանար բանն ինչումն է։ Որ պետք է դուրս գալ տոտալ Ռուսաստանի լծի տակից, մի քիչ դժվար կլինի, բայց սա է։ Եվ այն ժամանակ մենք այս աստիճան մտած չէինք ԵԱՏՄ։ Այս աստիճան մենք ԵԱՏՄ-ում չենք եղել։ Իսկ այս խնդիրները լուծելու փոխարեն գիտեք ինչ է անում։ Հա, ասեմ ինչ է անում ինքը։ Իր վարժեսած կապիկներին սրանց ուղարկում է դեսպան Ռուսաստանի բազային ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու կողմնակից է։ Երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպումից հետո հակառուսական պաստառներով քայլերթով հասան 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի անցակետի մոտ։ Իր վարժեսած կապիկներին այդ Մեհրաբյան, չգիտեմ, էսն կապիկով էր ուղղակի ռազմաբազայի մոտ։ Այս խնդիրը լուծելու փոխարեն իր արտադրողները հանրապետության բիզնեսը կատվածահար է, թքած ունեն։ Այս հարցը ուղղելու փոխարեն այս կապիկներին ուղարկում է ռազմաբազայի մոտ։ Հիմա ես ուզում եմ այս կապիկներին հարց տամ։ Արման Բաբաջանյան, ռազմաբազայի մոտ գնացել ես, ինչ անես։ Ռազմաբազան ինքն իրանով է որոշել, որ պետք է Հայաստանում լինի։ Գնա Նիկոլ Փաշինյանի կառավարության այդ բանը շենքի դեմը միտինգ արա, ասա հանի ռուսներին ստեղից։ Այս հարցը Նիկոլը պետք է որոշի, ոչ թե ռուսական ռազմաբազայում քնած զինվորը, որ ինքն չգիտի դու ինչի ես եկել։ Իրեն ասել են գնան դե քնի, ինքն գնացել անդեղա քնե։ Հասկացաք դուք ինչ մասշտաբների կապիկներ եք։ Ու հասկացաք Նիկոլ Փաշինյանը ոնց է լուծում խնդիրները։ Ռուսաստանը փակել է սահմանները, չի թողում ապրանք։ Իր վարժեսած կապիկներին ուղարկում է ռուսական բազայի դեմ։ Բայց միևնույն ժամանակ ասում է, մենք վերադառնալու ենք ԵԱՏՄ։ Մեկը բան հասկանում է սրանից։ Այս ոչնչությունից մեկը բան հասկանում է, բոլորը հոգնել են սրանից։ Ես ասեմ, ես Պուտինին ոչ մի բանում էլ չեմ բեղանում։ Ես ոչ Մակրոնին, ոչ Պուտինին, ընդհանրապես ով սրանից հրաժարվում է, արհամարում է, ես ոչ մեկին էլ չեմ եղածում, որտեղ սա այդ հնարավոր չի աշխատել։ Սա անհասկանալի կենթանի է, ավելին ասեմ, սա այդ աշխատողների վրա եմ ես զարմանում։ Սրան հավատացողների ինտելեկտի վրա եմ ես զարմանում։ Դուք սրա որ խոսքին եք հավատում։ Ու ինչի, ինչ հիմունքներով, ձեր հույսը ինչն է։ Իրան սա է հետաքրքիր մենակ, նայեք։ Համեցեք, Լրիվ պատահական, սենց
արդեն օպերատորը ներսում էր, էլ պատրաստ կանգնած էր գլխարներում, ոչ զարմացա, ոչ մի բան, իրան սա է հետաքրքիր, թե ծաղիկ աճացածը, ծիրան աճեցնողը, մի խոսքով, թե մարդիկ այդ գյուղացիները, որ sense փողոցները դուրս են եկել ճարահատյալ, ինչ ա լինելու իրանց հետ, ամենաբարձր, ծառից թքած ունենա, որովհետև այս գյուղացիներն էլ ա վերջում եկա փուրը տալու, այս գյուղացիներն իրեն ընդհանրապես հետաքրքիր չեն, իրան հետաքրքիր է սրանց տված ձայնը, որպես գլխականակ, իրան ամենաշատ հենց հիմա ուզում է այդ գլխականակի տված ձայները, ոչ թե իրանց ֆինանսական վիճակը, իրանց բիզնեսների վիճակը, իրանց ապագան, մեկ ասես փաթեթով տալու է Թուրքին, վերջ, ինքը իր խնդիրներն է լուծում։ Բոլոր կողմերը իմ համար հստակ ու հասկանալի են, բացի մի կողմից, Նիկոլ Փաշինյանին ձայն տվող կողմից, թե չէ ես բոլորի, ես հասկանում միակ ինչ էր անում։ Շեդևրը մի հատ ասենք։ են առել, շվեյցարական բանկերում են դրել, երեք այդ բոլոր պնդումները իրանց պատասխանը ստացան, որովհետև ես էլի եմ ասում, այն ինչ որ երեք մենք ցույց ենք տվել, մենք ցույց ենք ամբողջը բոլորը գործարանային արտադրության, ընդեղ մի հատ զինատեսակ չկա, որ ուրիշի ձեռով անցել է եւ նախատեսված չի Հայաստանի Հանրապետության համար, բոլոր Թերև գործարանային արտադրությունը ոչ մեկ տանը չէին սարքել։ Դուք պատկերացնում եք, կհավատաք, դրանք բոլորը գործարանում էին սարքել։ Կա, ոչ մեկ այնտեղ տունը պատվանում չէ սարքել այդ դրոնը, բան։ Ոչինչ ասենք, որ մեկը չինական էր, որ մեկը հնդկական էր, մեկը ֆրանսիական էր, մեկը իրանական էր, մեկը չգիտեմ, չինական, մյուսը Հայաստանի պատվալներում էին հավաքել։ Ոչինչ։ Ոչինչ, որ այդ բոլոր զենքերը իրար չեն կարողանալու աշխատեն, որտեղ չեն ճանաչելու։ Հայկական հակաօդային պաշտպանությունը մի մեխանիզմով, մի սիստեմով համակարգում աշխատում։ Դրանք ուրիշ։ Ու 4-5-ն էլ 6 զինատեսակ կար, 6 երկրից։ Չեխիան էլ 7։ 6 կամ 7, մի խոսքով։ Եթե նույնիսկ մինիմում վերցնենք 6 երկրի այդ զենքերը իրար հետ աշխատելու ճար շանս չունեն։ Բայց գիտեք ինչով է հիմնավորում, որ դրանք գործանում էին աշխատել, եւ արտադրել էին հատուկ Հայաստանի համար։ Դուք հասկանում եք, ասենք մի ամբողջ գործարան 2 հատ գաուբիցա արտադրել հատուկ Հայաստանի համար։ Սա կերցնում է իր հոտին, որին տեղից տեղափոխում այս ամեն ինչը ասելու համար։ Եվ ձեռի հետ էլ պնդում է, որ 96-ին են հողերը տվել, բա։ Մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն, բա։ Հա 96-ին տվել էին այդ հողերը, բայց Ալիևը չէր վերցնում։ Ալիևը ասեց, ես այդ հողերը չեմ վերցնում, իսկ պետք չի, միջև Նիկոլը չգա, միջև պատերազմ չլինի, այդ հողերը ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Ընդհանրապես, ինչին է պետք հողերը։ Չեմ ուզում, մի տվեք։ Էս ասում իր հոտին, այդ հոտն էլ հավատում։ Բա հիմա այդ հավատասողին ոչ չասես հոտ։ Ոչ չասես ու կրկնում են այս ֆրազները։ Կրկնում են ասում են, նախկիները տվել էին, հա տվել էին ուղղակի Ալիևը չէր վերցնում։ Իրան պետք չէր։ Ասում են բանը գա, Նիկոլը գա, գորա մատ թափտա, ասի Արցախը Հայաստանով վերջ, հետո պատերազմ անեն, հետո նո վերցնի այն ինչ որ ասենք 30 տարի առաջ իրան տվել են։ Ուղի 30 տարի առաջ։ Բա այս ամեն ինչը մի օր ավարտվելու է շատ դառ ու դաժան։ Ես ձեզ նորից հիշացնեմ, որ Հայաստանում այսօրվա վիճակով 10,000 եւ ավել ընտանիք, ոչ թե մարդ, ընտանիք սպասում է այն օրվան, երբ որ դուք կլինեք հասանելի։ Եվ ձեր հետ կիրականացվի այն, ինչ որ այստեղ իրականացվեց։ Ինչ ա լինելու ձեր հետ։ Այս ապտակով դուք չեք պրծնի, ասեմ ինչ չեք պրծնի, որովհետև այդ ժամանակ ոստիկանները այ հիմա ոնց պահում են, հա, այս Արամուսի քյալամին, այս կարտոֆիլին։
Կողքից նայելու են։ Ձև են տալու, որ իրանք չեն տեսնում, ինչեր է կատարվում։ Սրա հետ, Անդոնի հետ, Ալենի հետ, մնացածի հետ։ Իրենց ընդհանրապես հետաքրքիր չի լինելու։ Որովհետև սրանք աշխարհում ամենաշատ իրանց են սիրում, իրանց ապահովությունը։ Եվ որվա իշխանություններին, հենց իշխանությունը պրծավ սրանք։ Այսօրվա իշխանությունը դառնում է թիրախ, լեգիտիմ թիրախ, որին փողոցներում սպասում է 10,000 ընտանիք։ Էդի մենակ զոհվածների, անհետ կորածների եւ վիրավորների մի մասը։ Իսկ համախառ բոլորի հետ դա 15,000 ընտանիք է։ 15,000 տուն են մտել սրանք, էլ չեմ ասում, այս ամեն ինչ ցավը, այս բոլոր ցավը իրենը համալողները։ Ես էլ մենակ ցավի տերերի մասին եմ խոսում, 15,000 ընտանիք, բա իմ նման մարդիկ, որ այս ամեն ինչ իրան են համալում։ Ինչ որ դուք տեսաք ստե, չեք կարող ապավինել ոստիկանների վրա, որտեղ ոստիկանները տեսնելու են ձեզ ոնց են տրորում, գնալու են տարածքից ուղղակի, գնալու, որ հանկարծ ստիպված չլինեն մի ավել հալված տվողի ձեռ բռնեն։ Ես չեմ ասում իրանք էլ կծեցեն, չենք տեսել ապել, ծառայություն, չեմ տեսել, իմ մի քիչ հեռու էր, ինձ թվաց խաղում են իր հետ, այս ասելու են ու գնան, ես սանց լավ գիտեմ, էլի, այս ֆորմա հագնողներին անենց եմ հասկանում, չեք պատկերացնում։ Այսպես մի հատ ձայնագրություն կա, Այդ ուզում լսեք, էլի։ Հնչեցնում եք հարցեր, ոնց պատասխանել, ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք ինձ էլ անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես այդպեսին Հակոբյան Աննան, որ ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում որպես այդպեսին մենակ է չի բազմաթիվ հարցեր կան։ Էսի միջև աշխատակազմի ղեկավարն է Տարոն Չախոյանը, հիմա ոսենց վիզի հետը գցած բան այնց այս գողական խոսում, էսի նույն Տարոն Չախոյանը, բայց միջև աշխատակազմի ղեկավար դառնալ է, միջև ֆեյքերի ֆաբրիկա ղեկավար դառնալը։ Մի խոսքով, այն սկսնակ վիճակներն է։ Հարցեր ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք է քաղայինք ապրիլյան պատերազմից քառորյա ու մեր ձեռք բերվող սպառազինությունները պետք է արդեն հասկանանք ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու։ Պարզ էր, չէ՞ որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որտեղ 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ։ Ու այդ սպառազինությունների ցանկը 2016-ի ապրիլյանից հետո եղել է ուրիշ, այն սպառազինությունները, որոնք պետք է ձեռք բերենք։ Հետո 2018-ին նորից էլի փոխվել է այդ ցանկը, ես ինչքան հասկացա։ Այո, փոխվել է։ Գնումները, որոնք նախատեսված են եղել հակաօդային պաշտպանության համար, հանվել է, փոխվել է, սույ են գնել, միլիոնները տեղ է պետք մսխել առանց հրթիռի, ամեն ինչ փոխվել է։ Հիմա լսեցիք մարդիկ միջև պաշտոն ստանալը եւ պաշտոնից հետո նույն Ստյոպիկ Սաֆարյանը, նույն աղբն է։ Նույն աղբը Ստյոպիկ Սաֆարյանն է, նայեք միջև պաշտոն ստանալը եւ պաշտոն ստանալուց հետո։ Ու սրանք դեռ քանի կաշի պետքա փոխվեն։ Քանի կաշի պետքա փոխեն, ոնց են սկսելու փուրը տալ, ոնց է այսօր Արշակ Կարապետյանն է սկսել Նիկոլին փուրը տալը։ Սկսել է խոսել, որ ինքը զեկուցում էր, որ ինքը ասում էր, որ հեսա սկսում է պատերազմ։ Լսեք Արշակ Կարապետյան, ես ուղղակի ձայնագրությունը ջղայնացա չեմ պահել, որ ինքը մտել է որպես խորհրդական, ասել է, որ լինելու է հարձակում, չեն լսել, հետո հարձակումից հետո ասել է գնանք դիմենք Մոսկվային, ասել են չէ, պետք չի, գնանք Հապկին դիմենք, չէ։ Այս ամեն ինչի հիմա Արշակ Կարապետյանը փորձում է գցի վրից ջարդելով Նիկոլ Փաշինյանին։ Սա ընդամենը ֆրագմենտներ են։ Դեռ ինչեր է բացահայտվելու այն պահից, երբ որ սրանք դադարեցին լինել իշխանություն։ Սրանց ձեռքից չեն կարողանալու գրիչը վերցնենք։ Պետք է ասեն թող գրեմ Նիկոլ Ինչարյաննայի հետ։ Եվ մնացածը։ Ոնց են գրելու, ու գիտեք ամենավատը որն է սրանց պարագայում։ Ոսանք բոլորը գիտեն, որ իրանք բոլորը գրող են։
Որտեղ բոլորը նույն անասունն են իրանք։ Իրանք նույն անբարոյականի զավակներն են։ Իրանք իրանք լավ գիտեն։ Ու իրանք որ մի պահ պատկերացնեն ինչ կկատարվի եթե հանկարծ իրանք չընտրվեն, այդ գիշերը չեն արթնացնի, չեն լուսացնի։ Իսկ ես ուզում եմ դրա համար էլ ամեն օր հիշացնում եմ։ Դուք մտածեք հունիսի 8-ի առավոտը ինչ եք անելու։ Եթե իհարկե հասցնեք, որովհետև այս տեսարանը, հա, այս տեսարանը ուր է, որը, հա, այս հələ այդքան միլիցեք են գալի, չեն բանանում, բայց մի հատ չիտ մրտին կերավ, սա լինելու է անհնարին ուղղակի, որտեղ դուք չեք բրցնի։ Անհնարին իմաստով, որ ոչ մի ոստիկան չի գալու ձեզ փոխ։ Չի գալու։ Մտածեք ինչ եք անելու առավոտ։ Այս ընկերուհուն ասենք։ Ստանեն նստացնեն, ինչ պետք է անեն ուրիշ, ինձ հո չեն մորթելու, չեն սպանելու ինձ։ Եթե ես հայրենիք եմ կորցնում, կարամ ես հենց հիմա էլ գնամ մեռնեմ։ Կամ թող տանի նստածնի մեկ են նկարում է, ասում է հետո կտենաս։ Ինչ պետք է տենամ, այսքանից հետո ինչ պետք է տենամ էլ ես։ Պատկերացնում եք կինա խոսացողը, դուք ես կնոջ, ձերից բրցնող եք հետո։ Հա։ Աջակիցները դες պահում Մոսկվայից։ Ինչ էին ասում, ինչ էին ասում։ Նկարում են, ասում են հետո կտենաս, հետո այն մի աղջիկն էլ ասում է հիշում ենք պատուհանդ։ Հա, հիշի։ Ես չեմ վախենում, ես Մոսկվայում եմ ապրում։ Ես գալիս եմ ստեղ եմ ապրում, գնում եմ ընդեղ եմ, իմ ընտանիքը ընդեղ է։ Բայց ես այնքան շատ եմ իմ հողը սիրում, որ ես եկել եմ ստեղ եմ ապրում, որտեվ ես ուզում եմ իմ հայրենիքի մեջ լինեմ, իմ համար ցավ է, լուրջ եմ ասում, դուք չեք պատկերացնում ինչ ցավ է իմ համար։ Աշկերտից եմ, հա։ Լծվավ։ Իսկ դուք գիտեք ինչքան ասես մարդիկ կա։ Ես դա եմ ասում 15000 ընտանիքը դա մենակ այն քանակն է, ովքեր անձամբ են իրենց ընտանիքից մարդ կորցրել, հաշմանդամ, զոհված կամ անհետ կորած։ Բա սենց իմ նման դաժանորեր է ձեզ սպասում։ Դաժանորեր։ Դրա համար էլ ով իրենց հիշացնում է իրենց ով լինելու մասին։ Միանգամից բանտարկում են։ Ռոբերտ Քոչարյանն էլ է ասում, ասում մենք ընդամենը ծեծում ենք, դուք դա բան եք անում, բանտարկում եք։ Յան դուք ավելի վատ եք, քան մեզ։ Սրանք էլ ասում են, հա, մենք բանտարկում ենք, չենք սպանում։ Դուս ագալի, որ մենք ավելի լավն ենք, քան դուք, ու սենց այս սպասերի մեջ մենք պետք է սենց շնորհակալ լինենք, որ Արտուր Օսիպյանին իրանք չեն սպանել հələ։ Պատկերացնում եք, տրամաբանությունը սա է, էլի։ Հուշում որ մենք պետք է բանին Նիկոլին շնորհակալ ունենք, որ ինքը Արտուր Օսիպյանին չի սպանել։ Մանավանդ որ դատախազը ասել է, որ այստեղ հանցակազմ չկա։ Ընդհանրապես հանցակազմ չկա։ Նիկոլի ասածների մեջ մտնայի։ Դատախազը հաստատել է Նիկոլ Փաշինյանի սատկացնելու, չոքացնելու, կզսնելու արտահայտությունները քաջորեն պատժելի չեն։ Բայց Արտուր Օսիպյանը, որ իրան ասեց, դու ես աջակցում, օգնում Ղարաբաղյան կլանին, դա հանցագործություն է։ Ասենք կամ Սամվել Կարապետյանը, որ ասեց մենք մեր ձևով կանենք, դա հանցագործություն է, բայց եթե ասում ես չոքացնելու եմ, սատկացնելու եմ, կզսնելու եմ, դա հանցակազմ չի։ Եթե բռնում ես ու եսին թքում ես, դա էլ հանցակազմ չի։ Ուրեմն խորհուրդ եմ տալի կոչս անդիմադիր դաշտին։ Կամ ով որ Նիկոլ Փաշինյանի մասին ուզում է մի բան ասի, թող օգտագործի բացառապես Նիկոլ Փաշինյանի բառապաշարը։ Ուրեմն վաղվանից լեգիտիմ է դառնում, որ դուք ձեր ելույթների մեջ կարող եք ասել, դուք Նիկոլ Փաշինյանին կզսնելու եք, չոքացնելու եք ու սատկացնելու եք։ Որովհետև դատախազը արդեն ասել է, որտեղ հանցակազմ չկա, պատժելի չեն։ Ես ամեն առաջարկում եմ, կոչ եմ անում եւ հորդորում եմ օգտագործել այս բառերը Փաշինյան Նիկոլի նկատմամբ։ Ու իմիջիալոց, որտեղ էլ կտեսնեք, թքեք երեսին։ Սա էլ հանցակազմ չի։ Նույն բաններն ասել է եւ այն դեպքի վերաբերել եւ ալեններ։ Ընդ որում ինքը չէ, ախե տականք այդքան կա, որ ինքը մեկի դեմ թքի։
Չէ, իր ծելախանից էլ պետք է բռնեին կողքերից երկու, որ ինքը անխոչնդոտ թքել մարդու դեմքին։ Նենց որ հարգելի դիմադիրներ, օգտվեք առիթից եւ կզծեք, սատկացեք Փաշինյան Նիկոլին չոքացնելուց հետո։ Յա, սա լեգիտիմ է այլևս։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ։ Բառը սա հարցեր պետք է տա։ Մենք ձեզ խեղդելու ենք, դա սպառնալիք է թե չէ, դա հանցակազմ կա թե չէ։ Չէ, եթե կզսնելու մեջ չկա, բայց խեղդելը դա կյանքից զրկել է, չէ։ Դատախազն ինչ է ասելու։ Պարոն Բաղդասարյան, Երևանական խումբ։ Սա մահվանի սպառնալիք է։ Խեղդելը կյանքից զրկել է։ Խնդրում եմ մի հատ դիմում էլ այս առումով։ Իդեպ նորից հիշացնեմ, ովքեր ուզում են օգնել ալիքի աշխատանքներին, իրավաբանական խմբի աշխատանքներին, ներքևը բոլոր տարբերակները կան, եւ PayPal-ի եւ մնացած բոլոր հնարավոր փոխանցումների։ Այնպես որ մենք հիմա 41-րդ րոպեում ենք, ես հենց հիմա այս հատվածն ուղարկում եմ պարոն Բաղդասարյանի, կներեք մի պահ պաուզա սեղմեմ, իմ գործն անեմ ու վերադառնամ։ Արեցի։ Սենց անեմ, որ հետո չմոռանամ, թե չեն գնում եմ պրոցեսի մեջ, մոռանում եմ կարևոր գործեր։ Մի հատ էլ լսեմ։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ։ Բապ Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ սև իկրայա գնում Ադրբեջանից։ Ինքը սպառնում է սև իկրայի մեջ խեղդի, չգիտեմ ում, իր ենթադրած իր թշնամիներին, Կալուգայի Սամոնա, Ծառուկյան Գագոնա, դե գիտեք Ռոբերտ Քոչարյանն է։ Միևնույն ժամանակ դարձել է ադրբեջանական ապրանքների Ալիևի անձնական PR-իստը, անձնական գովազդ, ընդ որում Հայաստանի դեսպանի հետ միասին։ Ամեն։ Եվ ասում եմ, այս ընտրություններում պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին։ Դուք մեծ դեմքերին նայեք էլի, մեկ էլ քանակությանը, նույն մի ավտոբուսն է։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողները։ Ես չհասկացա ինքն ումա ուզում կերած լինի, բայց ժանակությունը նային։ Ու ինքյան հեգնում է, էլի, արա մենք պերաշկի ուտելուց էիք խոսում, ես ինչ սեղավ եք շեփ, ու չի դադարում, չի կշտանում։ Ասա մենք Ոչ թոշակի բարձրանալը, ոչ խաղաղություն, ոչ եղերնը ուրանալը, ոչ էլ ներքություն, ոչ Մակրոնը, ոչ էլ Վենսը, ոչ Պուտինը ռուս, պետք չեն եթե տակդ ունես վարչական ռեսուրս, դու մեր ապավ ես։ Երբ ոչինչ այնքան լավ մարդուն չի բնորոշում, ինչքան նրա ուտելու կուլտուրան։ Ուտելու կուլտուրան, խոսելու կուլտուրան, պահելու կուլտուրան։ Դա մանեմ ես TikTok-ը սկսես իրել, նոր բաներ են բացահայտում, դե մարդկալ խոսելու կուլտուրա էլ չունեն, իրեք չունեն, YouTube-ից տարբերվում է, սա մի բան է, որ մենք չենք կարա, մենք աշխատող անենք, մեր ժողովուրդն է, պետք է շփվենք հետները, պետք է խոսենք, դաստիարակենք, որտև այդ մարդկանցով զբաղվող չի եղել, սրանց դա հետաքրքիր չի եղել, սրանք ինչքան իրանց որակի լինեն, այսինքն, ինչքան իրանց որակի լինեն, այնքան իրանք ավելի հեշտ կառավարելի, անսկզբունք, խոզ, այսինքն, կենթանական բնազներով ապրող, կենթանական, ես գիտեք, ես միշտ ասել եմ, ռաբիզ լսողների մոտ, այդ մուղամից կայֆ ստացողների մոտ, բացառապես կենթանական բնազն է աշխատում։ Ես որ ասում եմ, լավ էլի, բոլորս չենք լսելու դասական կոմիտաս, դե, ասում եմ, դուք չեք հասկանում դա ինչ է նշանակում։
Կոմիտաս լսողի մոտ, դասական երաժշտությունի մոտ կենթանական բնազներ չի գրվում, հասկանում եք, այնտեղ բանականությունն է, այնտեղ աստվածայինն է։ Այնտեղ միտքն ու հոգին է տատանվում այդ երաժշտության հետ։ Այս ճղճիմ ռաբիզի մեջ, այդ անասնական, հասկանում եք, այս քծնանքն է, յուղոտ, ճենջոտ Ջենջոտ բնազներն այնտեղ աշխատում, որ այդ երաժշտությունը դրա վրա է ասում, ու այդ երաժշտության կրողը ապրում է այդ կյանքով, քվեարկում է այդ տրամաբանության մեջ եւ վերածվում է սրա։ Էսա։ Ու սա իր համար ընդունելի է արդեն, որովհետեւ ինքը կենթանական բնազներով էլ ապրել է, իր համար օտար չի սա, մերժելի չի։ Հասկանում եք ինչ է կարել Ռոբիկ Սաքսյան եւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժիկ Սարգսյան։ Հəլես Լևոնի թողումը մի կողմ նշանակսի լույս չկար որ հեռուստացույց նայենք։ Էլ չեմ ասում հələ սովետի իներցիան կար, հələ ապականված չէր դաշտը, բայց դուք 20 տարի հասկանում եք դուք ինչ բուծեցիք, ինչ տեսակ զարգացեցիք, որովհետեւ դուք եք այդ տեսակի կրողը։ Դուք եք այդ արժեքների կրողն ու տարածողը, ու մարդիկ ձեզ հաճոյանալու համար դա էին գովաստում, որտեղ դա ձեր համար խորտ չէ, դուք չհասկացաք դուք ինչ արեցիք։ Նույն բանը չէր կարող լինել Կարեն Դևերչյանի ժամանակ, որտեղ Կարեն Դևերչյանը ուրիշ բան էր ակնկալում։ Ինքը հակառակ օպերայի դիրիժորին կարող էր կանչել, ասել ինչ ես այստեղ հանել, ինչ ես կրճատել այստեղ, քեզ ով է թույլ տվել, ես եկել եմ այստեղ լսելու, ինքը այս մանրամասնությամբ գիտեր օպերաները, հայկական, իր այդ հնարավոր չէր սա անել, բայց սրանց պարագայում բերեցին, էջասեցին ժողովրդի այդ սանդրակը այն աստիճան, որ սա դառնա ընդունելի, որովհետև 20 տարի աշխատեցին մարդկանց կենթանական բնազդները սենց շարժելու, աշխուժացնելու և զարգացնելու վրա, չասեք մենք չգիտեինք ինչ էիք անում, դուք գիտեիք ինչ էիք անում, որովհետև շատ խելացի մարդիկ ունեցել ձեր կողքին ու ձեզ անընդհատ ասել են, որ չի կարելի, ես չեմ ասում իմ համար, ես իմ ասածը դուք կարող էիք չլսել, մտածում եք երիտասարդայի, մեկն է մի բան խոսած, բայց դուք օգնականներ ունեիք, դուք խորհրդատուներ ունեիք, ու իրանք ասում են, ես դա գիտեմ, որտեղ ես իրանց եմ ճանաչում, բայց դե ձեր համար ինչ դա կարևոր է, ինչ կարևոր է ձեր համար, ձեր կարևորը օրվա թալանն էր, գողացած ձայներն էին, հանրապետականացված դրոցի տնօրեններն էին, որ սենց ապահով այդ մեխանիզմը աշխատեր, թքած դրա հետևանքների վրա, որովհետև երբ որ տեսնում է երեխեն առաջի դասանում կաշառքը ոնց է աշխատում դպրոցում, ինքը չի կարա հեքիաթի հավատա, ինքը չի կարող ազնվությանը հավատա, դուք պղծեցիք սերունդներ, այսօր քաշում եք դրա արդյունքը, թե չէ սա չէր կարող լինել օդից գալ, դա ոչ մեկի համար խնդիր չի եղել ուրանալը, չասեմ ոչ մեկի շատերի համար, չկարևոր է, այսօր են գլխներին խփում, որովհետև ճանապարհը փակ է, բայց գիտեք ինչ, իրան որ հարցնես ես նույն խոսացողին, բա դու ինչ էիր մտածում ապեր, հարազատ ջան, հայրենակից ջան, դուք ինչ էիք մտածում, այս ամեն ինչը տվողը ձեզ չի տալու, լսա, սա ընդամենը ծիլերն է, դուք նայեք հետո ինչ է լինելու բոլորիս հետ, եթե հանկարծ սա վերարտադրվեց, իսա կարող է վերարտադրվի բացառապես ձեր շնորհիվ, գնանք առաջ, սա հիշեք, Առեցվածային մահերը Նիկոլ Փաշինյանի օրոք 2019 թվականի հունվարին նկարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մեհեր Եղիազարյանը։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնությունում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած փայտյուն։ Աշոտ Կարապետյանը ոստիկանության գնդապետ էր, Երևանի ոստիկանապետն էր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։ Խոսվում էր Աննա Հակոբյանի հետ նրա մտերիմ հարաբերությունների մասին։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին բջջնի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քրեական գործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այդ գործը հետագայում փակվեց։ Մեղադրանքը դնում են, հետո փակում են։ Այսինքն ով է ինքնասպանության հասցրել։ Մեղադրանքը չեն փոխել։ Դրել են ինքնասպանությանը հասցրել ինչ-որ մեկ ու փակել են։ Բայց եթե ինքնասպանության ոչ մեկ չէր հասցրել, ով սպանեց։ «2020 թվականի հունվարի 17-ին Երևանում հայտնաբերվեց ԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հրազենային վիրավորումով։ Պաշտոնական վարկածը ինքնասպանություն։ Գեորգի Կուտոյանը ԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի տեղափոխական իրադարձությունները։ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին 44-օրյա պատերազմի ընթացքում մահացավ ԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Բացառիկ կոշտ քննադատում էր այս իշխանությանը։ Կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից, վախենալով, որ իրեն կսպանեն։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին բանտում զարգացած եւ ավելացած հիվանդությունների արդյունքում մահացավ Արցախյան առաջին պատերազմի հերոս գեներալ նախկինում պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Տուշոնգաշոուի բեմադրությամբ նսեմացվեց եւ բանտում հայտնվեց նախկին պաշտպանության փոխնախարարը, որը հայտնի էր նաեւ նրանով, որ 2008-ի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ պետք է որ անցած լիներ Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բազմաթիվ քաղաքացիներ կապիտուլյացիոն ակտից վրդովված ներխուժեցին կառավարության նախագահականի ազգային ժողովի շենքեր։ Այդ անձանցից մեկը դրոշով փաթաթվել էր ու նստել էր ազգային ժողովի նախագահի աթոռին։ Օրեր անց կամրջի տակ գտան նրա դին։ 2022 թվականի հունվարի 1-ին մահացավ ԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, 55 տարեկան էր։ Միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի Դուշանբեի հայտնի վերելակային դիվանագիտության։ Հայրապետովի մահը պաշտոնապես արձանագրվել է որպես սրտի կաթված։ Գրիգորի Հայրապետովը ՏՊՍ պետի պաշտոնում փոխարինել էր Հրաչյա Հարությունյանին, որը պաշտոնանկ էր արվել հեղափոխությունից 2 ամիս անց։ 2021 թվականի ապրիլի 15-ին նա մահացավ, ելի նույն սրտի կաթվածից։ Մահացավ նաև նույն ձևի Ալիևի թիկնապահը, որը էլի վկա է այդ ամեն ինչի։ 22 թվականի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ մահացավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը։ թվականի սեպտեմբերի 24-ին սպանվեց ընդդիմադիր համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը։ Նրա հետ իր տան բակում կանգնած ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Նույն թվականի մարտին քարաքարի ընտրություններում Գրիգորյանը ջախջախիչ պարտության էր մատնել ՔՊ տեխնացուին։ Սան էլ ավելացնենք հազարավոր սպանվածները Արցախում եւ մեղադրականը մեծ պատրաստ է Փաշինյան Նիկոլի վրա։ Շատ են մեղադրականները, թող ոչ մեկ հույս չունենա, որ այս ամեն ինչը մենք մոռացող ենք։ Չէ, դուք գիտեք, չէ՞, մենք արդեն սեսիան արել ենք։ 1 ժամ ու կեսը չբավականացրեց այդ ամեն ինչը ներկայացնելու համար մեղադրականները ուղիղ եթերում։ Սա էլ հիշենք։ Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Ուրեմն ասում եմ դուք չեք որոշել թուրքը որտեղ գալու նստի։ Հայաստանի ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Որոշված է։ Իսկ ես երաշխավորում եմ, որոշված է։
Երեկվա երևի բանը շքերթը հիշում եք, հա, այդ դավաճանախումբը, դավաճանների շքերթը, այսպեսի մի հետաքրքիր բան կար գրառում, պարոն Պապիկյան, Գագիկ Պողոսյանին որպես լավ փախնող հրամանան տարեք, կոչում բարձրացրել, հա, որ մի ամբողջ վայքի զորամաս տարավ Ջաբրայիլ մսաղած ու իրենք 17 հրամանատարական կազմ փախան միջև որս չգիտեմ, թե ուր են թողել իրենց զինվորներին։ Դուք տեղյակ եք, թե քանի զոհ ունի վայքի զորամասը ու մինչև որս քանի անհայտ կորած կա։ Չհաշված այն, որ քննչականը միջև հիմա չի կարողանում պատասխան տալ, թե ում հրամանով դավաճանեցին երեխեքին եւ ով է պատասխան տալու։ Ես ինքս անհայտ կորածի մայր եմ եւ կխնդրեմ պատասխանեք հարցերիս։ Եվ այսպիսի հարցեր, ես ասում եմ, 15,000 ընտանիք ունի։ 15,000 ընտանիք։ Այդ հարցերի մի մասը կա պատասխանած Ազգային ժողովի այդ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննած հանձնաժողովի զեկույցում։ Ես վստահ եմ, որ մի մասն ամբողջական չի։ Ես ընդամենը ներկայացեցի մեկ ծնողի մեկ մեղադրակ։ Դե հիմա սա բազմացրեք 15,000-ով։ Պատասխան պիտի լինի, թե չէ։ Ես այսօր արդեն 3 TikTok-ով էի լայվ անում, լայվի միացել այդ մարդիկ, որոնք անմիջական մասնակից ունեին, արդեն արտասահմանում էին ապրում, իրենք չեն կարող գալ ցուցմունք տալ եւ ամեն մեկը պատմում էր իր դեպքը պատերազմի ժամանակ դավաճանությունների փաստերի մասին։ Այս փաստերը կան։ Ժողովրդի համար ամեն ինչ պարզ է, որ դուք գիտակցաբար տարել եք սպանելու։ Դուք եք ասել, չէ՞ որ դա գիտակցաբար եք արել։ Սպանել, որ անկախ պետականություն ունենա։ Կասել եք, չէ։ Ամեն ինչ համընկնում է։ Եվ այս բոլոր համընկնումներին պատասխանապետ։ Ու դուք տալու եք։ Փաստություն չկա, իմիջիալոց։ Ով որ մտածում է օգնի Փաշինյան Նիկոլին այս պատասխանները տալուց փրկվելու, ինքը համահանցակից է այս ամեն ինչին։ Իսկ հիմա մենք սանայինք, ով է գալիս մեզ փրկելու։ Ինք եկել է մեզ փրկի ու իր անունով ասելու համար Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ դատի տան լրագրողին։ Սպասենք հետևանքներին։ Նիկոլ ընտրողներ։ Դուք եք։ Մենք սա էլ նայենք։ Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազատ Իսազադեն բազմիցս խոսել այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարևոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում, խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին։ Այսպես ասած ադրբեջանական խաղաղապահներ մտցնելով Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա խեղճ Նիկոլի ինքնիշխան քաղաքականության դրսևորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ։ Դե ինչքանով գիտեք, Ադրբեջանը միայն չի իր խաղապանելով պատրաստ Փաշինյան Նիկոլին դարձնելու վարչապետ, ադրբեջանցիներն ունեն իրենց ադրբեջանցի եղբայրները Հայաստանում, որոնք նույն երազանքով են ապրում։ Ես էլ կարող եմ իմ ասելիքը ասել։ Փորձեք։ Բախտները փորձեք ուղղակի։ Սրանց թվում է, որ դավաճան Նիկոլի ձեռքով հայկական բանակը ջարդելուց հետո ֆիզիկապես չէ, հոգեբանորեն։ Վերջ։ Ծովը ծնկներից է։ Ես մի կողմից ուրախ եմ իրանց իրականությունից կտրված լինելու համար, որովհետև թարս չափալախը շատ ցավոտ է լինելու։ Ու լինելու է։ Եվ ցավոտ եւ չափալախ։ Չինաստանում այսօր 3 մանկապիրց են։ Կախ է ուղղակի։ Մահապատժիժ։ 3 միանգամից։
Ամերիկայի Միացյալ Նահանգներին ցույց տալով օրինակ ծառայելով, թե ինչ են անում մանկապիղծների հետ։ Սա ինչ եմ ասում, որովհետև երեքսես մեր մանկապիղծ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն էր հայտնել Փաշինյան Նիկոլին, ուրախ էր, որ Փաշինյան Նիկոլը համաձայնվել է մեր ընդերքը թալանելուն եւ դարձել է այդ մանկապիղծի համար լավ տղա։ Բնականաբար Նիկոլը կարող էր լավ տղա լինել բացառապես մանկապիղծի համար։ Իսկ Չինաստանը, որ մենք չենք սիրում, ասում ենք ինքը ժողովրդավար չի, բան, ցած։ Հա։ Չի, բայց իր մանկապիղծներին ինքը ոչ թե նշանակում է նախագահ, այլ կախում են։ Այս նույն մանկապիղծը 1 միլիոն նվիրատվություն ստանելուց հետո ներում աշնորհում մեկին, որը ուրեմն ինչքան էր թալանել սա 600 կարծեմ քանի միլիոն, հեսա նայեմ, շեն։ Հա, 695 միլիոն։ Պատկերացնում եք։ 695 միլիոն ցորին 1 միլիոն նվիրատվության դիմաց ազատ արձակ։ Ինչը Փաշինյան Նիկոլ չի։ Սրանք այն ասում ռыбака видит издалека։ Նույն որակն են, դրիվ նույն։ Փաշինյան Նիկոլն ինչ է անում։ Նույն էս պիղծերին իր շուրջը որ կա, ասում դուք ինձ փող տվեք, ես էլ ձեզ հաշկերից ազատեմ։ Դրիվ նույն դպրոցն է, նույն որակը։ Բայց սա կողքը կա իրան, որ հայտարարել է, որ Թրամփը ընդհանրապես վստահելու երևույթ չի, հա, որովհետև նա առավոտ մի բան ասում, ուրիշ բան երեկոյան։ Եվ ինքը այն մարդը չի, որի հետ կարելի է ինչ-որ մի բան պայմանավորվել, ինչ-որ մի բան բանակցել։ Բայց Հայաստանում սիրում են իրեն, Հայաստանում վստահում են իրեն։ Լուրջ քաղաքագետներ կան, որ Թրամփը իրենց համար ավտորիտետ է, ստեղ են ուզում ասես։ Ասեմ անամ ավտորիտետը ով է, ասեմ ով ես դու։ Կամ ասա ով է գովում քեզ, ասեմ ով ես դու։ Թուրքիայի վիճակը լավ չի, ժողովուրդ։ Մի քիչ այս թեմայով երկար եմ խոսալու։ Ուրեմն Թուրքիան իրան ճղում է, որ 5-րդ սերնդի ինքնաթիռի թուրքական վարիանտ ունենա, որովհետև F-35-երը իրան չեն տալի, ֆրանսիական Ռաֆալները իրան չեն տալի։ Մի խոսքով հիմնական ով ունի այդ զենքը 5-րդ սերնդի օդանավետ չի տալիս։ Սենատ կոնգրես բլոկ են դնում, Եվրոմիությունը չի տալիս։ Սա հիմա փորձում է Իրանը արտադրի, որը կոչվում է կան։ Բայց այդ կանի համար շարժիչներ են պետք, դետալներ են պետք, որ ինքը չունի, չի կարող արտադրի։ Հիմա դա էլ չեն տալիս։ Դա չեն տալիս, չէ, ախպեր, դու պիտի չունենաս էդի։ Այս տարի գիտեք ինչքան ավելացել է բյուջեն։ Այն երկրի բյուջեն, որ գիտեք ինչքան է դառել իր այս տարվա ինֆլյացիան 100% ակարծեմ հասել, 100%։ Այսինքն 20 թվականին մոտարապես, ասեմ, լիրան 1.5 էր, հիմա հասել է մոտարապես 47-48։ Լիրան 1.5-ից 4-6 տարվա մեջ, տեսեք ուր ասե։ Լիրան ինֆլյացիան։ Բայց Թուրքիան չնայած ամեն ինչի մեծացել է այս տարվա ռազմական բյուջեն եւ ուզում է 5-րդ սերնդի ինքնաթիռ արտադրությունի, որ էլի չեն տալիս, էլի չեն թողում իր ուզածը անի։ Սա գիտեք ինչ է ասում։ Որոշում կա ընդհանուր։ Թուրքիան չպիտի զարգանա ավելի շատ, քան եվրոպական երկրները։ Եվ սա տրամաբանական է։ Որովհետև մի քիչ հասկացող մարդիկ հասկանում են, թուրքական որակը ինչ է։ Սա վտանգ է։ Վտանգ։ Եվ լավ անգոն այդ գիտակցումը կա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է շատ լավ հասկանա, որ ինքը հիմա իրան գլխապատար շպրտում է մեկ տերության գիրկը, որը Եվրոպայի համար անցանկալի գործընկեր է։ Հայաստանի դիրքը աշխարհաքաղաքական մեծ սեղանի շուրջ
դա եվրոպական ստանդարտներն է։ Այն որ ասում են գնանք Եվրոպա, դա ոչ թե գնալով է, դա եվրոպական ստանդարտները կիրառելով է օրենսդրականում, մարդու իրավունքների ոլորտում, բիզնեսում, հարկային դաշտ, դատական համակարգ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հայաստանի չափանիշները այդտեղ պիտի լինի։ Եթե մենք ունենանք մի օր կառավարություն, որ ինքը առանց որևէ հիմար հայտարարությունների, գնում եք միանանքսներ, գնում եք միանանքներ, դու իմ թշնամին ես, դու իմ բարեկամն ես, ուղղակի բերի ստանդարտները այնտեղ, առանց որևէ ճռճռացող Հայաստան հայտարարությունների, որովհետև ուրիշ բանա, որ դու հայտարարում ես չես անում, ինչպես ասենք Հունգարիան, ինչպես Սլովենիան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, իրենք խոսքով էին գնում Եվրոպա, իրենք իրականում դրանցից ոչ մի երկիր Եվրոպա չի գնացել իր ստանդարտներով, իրենք մնացել են նույն աղմախ երկրները, նույն կոռուպացված համակարգը, բայց դրա դիմաց ստացել են լիքը պրոբլեմներ, Հայաստանի գլխով է պետք աշխատել, ոչ թե հայտարարություններով, այլ ռեալ կիրառական ոլորտում, որ դու, երբ որ դու օրենքով տեղ ես, դու կարողանաս եւ եվրոպական տեխնիկա ունենալ, տեխնոլոգիաներ ունենալ եւ եվրոպական ստանդարտների արտադրություններ ունենալ, որ դու կարողանաս այդ համայնքի հետ, եթե փակվում է Լարսը, դու նախ ունենաս Բաթումի նավահանգիստը եւ քո լաստանավը, դու հանգիստ կարողանաս Սևսովյան երկրների միջոցով, հարավային եվրոպական երկրների միջոցով, թեկուզ միջև Նորվեգիա հասցնել քո ապրանքը։ Իսկ վստահ եղեք, Հայաստանը ունի ապրանք, որ կարող է այդ ծովով հասնել ցանկացած տեղ։ Ուղղակի Հայաստանը խնամող չունի, Հայաստանը տեր չունի։ Եթե Հայաստանում գիտեն, որ խաղողը, ծիրանը, դերսը դրանք սեզոնային ապրանքներ են եւ մի շաբաթ փակ մնալու դեպքում կարող են միլիարդների կորուստներ ունենալ, ուրեմն դա չի կարելի թույլ տալ։ Այսինքն ոնց որ պատկերացնում եք, այսօրվա 21-րդ տարում մեկը գնա խանութ, բայց տունը սառնարան չունենա։ Չէ՞ որ մենք չենք գնում խանութ մեկ օրվա կամ մեկ ճաշի համար բաներ մթեր գնելու, չէ՞։ Գնում ենք ինչքան որ պետք է կարող ենք ու վստահ ենք, որ եթե այսօր չօգտագործենք, սառնարանում կմնա, մենք վաղը, մյուս օրը կօգտագործենք, բայց չգիտես ընդ չի, տնտեսության պարագայումը ոչ մեկը դες չի մտածում, ոչ թե ոչ մեկ, արտադրողը ինքը չի կարա, ծիրան արտադրողը դա մտածի, որովհետև դա մի քիչ մեծ մասշտաբի գործեր է, վերամշակման գործարան ունենալը, դա խաղապաշտ չի, դա պետք է տնտեսական քաղաքականություն լինի, որ Հայաստանից ոչ մի բան հենց նես դուրս չգա, ամեն ինչ լինի երաշխավորված, եթե այս երկրում չվաճառվեց, ինքը չի փչանալու, չի կորի։ Եթե ստեղ արգելանք եղավ, ինքը արդեն փաթեթավորած է, ինքը ստանդարտավորած է, կարա ճանապարհը փոխի գնա ուրիշներ, թող ոչինչ մի շաբաթ ուշ վաճառվի, բայց չի փչանա գոնե։ Հասկանում եք, մենք պետականություն, որպես sense գլոբալ իմաստով, մեծ իմաստով չունենք, որովհետև ով պետք է կանը մտածել, այս փնթիները, հա? Այս ոչնչությունները, որ կյանքների մեջ մի կոպեկի արժեք ստեղծած չկան, արժեք, գիտեք արժեքը որն է, որ դու ասենք մի հատ անձեռոցիկ վերցնում ես, սանից ինչ-որ մի բան ես սարքում, դառնում է արժեք ու վաճառում ես։ Այս sense իրան կյանքների, դրանցից ոչ մեկը մի բան իր կենսագրության մեջ չի արել։ Ասենք ինչ պետք է իմանալ, ինչ է նշանակում խաղող, դերս, ծիրան, չգիտեմ էլ մնացած մթերքները, ինչ պահանջած կարող ունենա, ինչի համար են դեսպանատունները եւ ընդհանրապես ինչա պետականությունը։ Սա գիտեն մենակ մի բան, պարտքով փող, բյուջեի հաշվին, բյուջեն լափել եւ եթե փող է տալի երկիրը ծախելու համար, կապելա։ Լսեք մեր քաղաքացիներին։ Մայիսի 28-ի զորահանդեսը ձեզ ոգևորում է։ Բացարձակ, տես անդեղ կապիկությունը արել են։ Մասնակցելու եք։ Չէ, ինչին մասնակցեմ։ Ասենք մենք թատրոնի դերասան չենք, որ իրան կազմակերպեն, մենք էլ մասնակցենք դրան։ Բաժանով։ Հասկանում եք սա ինչ է։ Անցած ոչ մի իշխանությունների ժամանակ այս հարցը չէր կարող լինել փողոցներում։ Ու սենց պատասխան չէր կարող լինել։ Ես չեմ գովում Սերժին կամ Ռոբերտին, բայց սա օբյեկտիվ իրականությունն է,
ոչ մի անգամ սենց պատասխան չէր կարող լինել։ Սա հնարավոր էր մենակ այսօր, որովհետև դրա հիմքերը կա։ Այսօր էլ մի երիտասարդի հետ կանգնած եմ լավաշի հերթին, այս երիտասարդն ասում է. գիտես, Քոչարյանին հարցրեցին, դու քո դիրքերը պահել ես բանկաներով, որ պիտի շախշակա եւ իրանք թուրքը չգան։ Ասի Երանի այս իշխանասարի վրա էլ բանկաներից լիներ եւ իշխանասարը չգրավեին, այդ տղաները քնած տեղից վեր կենային 2 ավտոմատով իշխանասարը կարելի էր պահել։ Շնորհակալ ենք Քոչարյանին, որ նորից մտավ քաղաքականություն։ Այս վերջին մասը կարելի է այլ ջնջել հանել, բայց ես դա չեմ անի։ Հարցը դա չի։ Հարցը գիտեք ո՞րն է։ Ուսանք խոսում են մոռանալով, որ էական չէ, ինչով են պահել։ Իհարկե վատ է եղել, որ դա տենց են պահել, բայց պահել են։ Ոչ մեկ չի ասում, որ հանցագործություն չի եղել, թալան չի եղել։ Եղել է, դատեք դրա համար, բայց հող հանձնել չի եղել։ Դուք չեք կարող իրան հող հանձնելու համար դատեք, երկիր ծախելու համար դատեք, իրան կարող եք կոռուպցիայի համար ծախել, բայց ձեզ դատելու են կարող երկիր հանձնելու եւ կոռուպցիայի համար, եւ երկիր հանձնելու, եւ մասսայական սպանդ իրականացնելու համար։ Հասկացաք տարբերությունը։ Ձեր կարծիքով ինչու է ԱՄՆ պետքարտուղար ընտրություններից օրեր առաջ Հայաստան գալիս։ Երևի որ Նիկոլին բաժաշ կանի։ Մնում է մեր ժողովուրդը որոշեն ինչ են անում։ Մեղք են իրանց երեխեքն են մեղք։ Այ իմ տարիքի կանանց թոռներն են մեղք։ Վաղը միսոր որ սա մնաց, չեմ ուզում խոսամ, ես ընտրում եմ Պուտինին։ Էական չի մարդում, կարող որ հասկանում եմ, որ սա մնաց, մենք կորացենք։ Որ հանդիպեմ Փաշինյանին, կասեմ Ռուսիասած պախարոշմու, թողու հեռաց, այդ կլինի ճիշտ, որպեսզի չհայտնվես ԱԱԾ-ի պատվալներում, այդպես կասեմ, ու պարզ կասեմ, թող ես մի անգամ ինքնման ագալիտ ես մարդկանց, մանիպուլյատոր է էլի, որ տեղում տանի նման մաս կաս դու տարել ես ոչ սրբազաններ ես ճանաչում, ոչ եկեղեցի ես ճանաչում, ցեղասպանություն ես ճանաչում, ոնց ես դու կարողանում 1.5 միլիոն ասմանուն ազգաններով 240 մարդու կյանք կերավ հենց այն վախտեր։ Բանջարան ազգանների տեղից չգիտես։ Այս ոնց է ուզում 111 տարի ուզում ես դուրս տեղ իմանալ անուն ազգանուններով, չէ։ Որքան է մարդը, որ Մեր ժողովրդին չի կարելի մեղադրել անտեղյակության մեջ։ Բոլոր ամեն ինչ տենում են եւ հասկանում են։ Կպուր տվող մարդը, ինչ հերու, կարող Փաշինյանն մեր բան ասեն, վատան։ Ավելի ճիշտ ինքը թող մնա։ Ինչ։ Մարդը ասում հերո էլի, կարող քֆուրտամ խայտարակելն է։ Իսկ հիմա ես շատ կարևոր դու պահել ես ավերջո, որովհետեւ սա հետո խոսալ անիմաստ է։ Իսկ լսենք, սա մնա վերջում։ Ինչ են անում մեր հետ։ Այն մարդիկ, որոնք բերել են Փաշինյան Նիկոլին իշխանության։ Եվ ընդհանրապես ուզածները ինչ է, եւ այդ մեխանիզմները ոնց է աշխատում։ Ես որ նայեցի քիչ համատաբար քիչ մարդանայել ես հաղորդում, ես մտածեցի պետք է որ տասնապատիկ ավելի շատ մարդիկ նայեցնեին։ Ես ավելի որոշեցի գոնե այս մի հատվածը իրար հետ նայենք։ Սասուն Սարեբեկյանին։ Հստակ բացատրում է։ Շատ փոքրիկ հատված։ Ճշմարտությունը դուք պետք է իմանաք։ Հիմա այդ նույն փաստաթղթից ես կարդում եմ ինչի են մեզ պարտադրել կուսակցությունները։ Համեցեք։ Ընդհանրապես մի փոքրիկ հատված կուսակցությունների մասով, որ ասում եք, այս 19 կուսակցություն ինչին է պետք։ Հիմա լսեք ինչին է պետք։ Մենք կառավարում ենք ուժեղ կամքով, որովհետև մեր ձեռքերում են մեր կողմից հնազանդեցված կուսակցական բեկորները։ Կուսակցությունների բաժաները նրանց բոլորին տրամադրեց մեր տնօրինությանը, քանի որ մրցակցական պայքար վարելու համար փող պետք է ունենալ, իսկ դա ամբողջությամբ մեզ մոտ է։ Մեզ մոտ ծառայության են բոլոր կարծիքների, բոլոր դոկտրինաների մարդիկ,
Մենք բոլորին Պարզա չէ։ Կուսակցական գործունեությունը փողա ենթադրումից փողը բոլորը իրանց մոտ է։ Դրա համար էլ իրան բոլորը իրանց գրպանում են։ աշխատանքի ենք լծել, նրանցից յուրաքանչյուրը ջանում է տապալել սահմանված կարգերը։ Այդ գործողություններով բոլոր պետությունները հյուծվել են, նրանք խաղաղություն են աղերսում, սակայն մենք նրանց խաղաղություն չենք տա։ Քանի դեռ նրանք բացեի բաց խոնարհությամբ չեն ճանաչի մեր գերկառավարությունը։ If you're not using a business travel Ուշադիր լսեք։ Ինքն իրեն, այսինքն իր միջավայրի դուրսպրծուկներին թողնված ժողովուրդը ինքնակործանվում է իշխանության եւ մեծարանքի հետևից ընկնելուց առաջացած կուսակցական երկպարակություններից։ Լսեցի, մի հատ էլ մասը լսենք։ Այսինքն իր միջավայրի դուրսպրծուկները, քանի դեռ նրանք բացեի բաց խոնարհությամբ չեն ճանաչի մեր գերկառավարությունը։ Մեր մասին ասամ, լսեք։ Ուշադիր լսեք։ Ինքն իրեն, այսինքն իր միջավայրի դուրսպրծուկներին թողնված ժողովուրդը ինքնակործանվում է իշխանության եւ մեծարանքի հետևից ընկնելուց առաջացած կուսակցական երկպարակություններից ու դրանից ծագած խռովություններից, ղեկավարվելով բացառապես մանր կրքերով, հավատալիքներով եւ սենտիմենտալ տեսություններով, մարդիկ տեղի են տալիս կուսակցական պառակտմանը, որը խանգարում է ամեն տեսակ համաձայնության։ Էլ բան չկար ասել ասելու, սենց նայում եք ամբողջը սենց աչքներից առաջ է գալիս։ Մարդկանց պետք է պահել քաղաքական անհաշտելի վիճակում։ Պետք է այնքան ժամանակ սերմանել երկպառակտություններ, անվստահություն եւ տարածել մեկը մյուսին հակասող հայացքներ, քանի դեռ մարդիկ վերջնականապես չեն կորցրել կողմնորոշումը շփոթմունքում։ Բա գիտեք ինչի է այսքան հարց, ում ընտրենք, այս սա են արել ու անում մեզ հետ։ Որ մենք կորցնենք կողմնորոշումը, կորցնենք ճիշտ ու սխալը, կորցնենք արևելք ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը, խառնվենք իրար։ Այ մեր վիճակը հիմա դա է։ Բայց երբ կա։ Հարց է տալիս։ Հնարավոր է արդյոք ժողովրդական զանգվածները խաղաղ առանց մրցակցության որոշում կայացնեն։ Կառավարեն երկրի գործերը անձնական գործերին չխառնելով։ Կարող են արդյոք նրանք պաշտպանվել արտաքին թշնամիներից։ Դա անհնար է։ Քանի որ մասերի ինչքան գլուխ կա ամբողջի մեջ, բաժանված ծրագիրը կորցնում է ամբողջականությունն ու դառնում անիրականալի, անիրագործելի եւ անհասկանալի։ Հիմա իմ կողմից շատ Հիմա լսենք, այս ամեն ինչը իմանալով հանդերձ նժդեհը, լսեք է, 100 տարի առաջ, ոնց է հակաթույնը տալիս։ Նժդեհը, ես ասեմ նժդեհը դա մեր աստվածաշունչն է, պատահական անցորդ չի, պատմության մեջ։ Այն որ մենք քիչ բան գիտենք իրան, քիչ են գնահատում, դա իր մեծությունը չի փոքրացնում։ Դե լսեք հիմա հակաթույնը ըստ նժդեհի։ Սիրելի Գարեգին նժդեհի խոսքերը այս խոսքերից հետո։ Մեծն նժդեհի։ Մարդասեր է հայը, կուսակցականանալով դառնում է անզիգջ, քանզի կուսակցության մեջ նա կորցնում է մտածողության եւ խղճ մտանքի անկախությունը եւ սկսում խորհել, զգալ եւ գործել կանոնադրորեն։ Եվ քիչ-քիչ վերանում այդ կուսակցությունը վերածում են մանր-մունր սեկտաների։ Շոյելով կուսակցական պատկանելիության զգացումը կուսակցություններն իրենց հետևորդների մեջ տկարացին ցեղազգային գիտակցությունը։ Տկարացավ հայկականը ի հաշիվ խմբակցականի։ Նրանք դարձան փակ հասարակություններ հասարակության մեջ, որով մի զապիչ պատ դրեցին իրենց եւ ազգի կենթանի ուժերի միջև։ Սա ասվել է 100 տարի առաջ եւ ավել։ Տուրք տալով կեղծ եվրոպականության հայ կուսակցությունները իրենց թշնամին եւ հակառակորդը փնտրեցին իրենց ժողովրդի ծոցի մեջ եւ խախտելով ազգի հոգեվոր ամբողջականությունը թույլատրին ճակատագրի կապը արինակիցների միջև։ Չկա ավելի մեջ չարիք ժողովրդի մասնավորապես մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը։ Կույր կուսակցամոլությունը ամենամեծ չարիքն է, այն մեր նման փոքրիկ ժողովրդի համար։ Կույր կուսակցամոլությունը, դա սեկտանտիզմն է։ Դա է խանգարում ռեալությունը ընդհանուր տեսնելու, միասին տեսնելու, ռեալություն նայում ենք, այդ կույր կուսակցամոլությունը, դա մեծ ամեն մեկիս աչքին ուրիշ բան է դեպում, որովհետև նայում ենք
կույր կուսակցամոլի հայացքով, մենք չենք կարողանում ընդհանուր պատկերը տեսնել։ Դա էլ խանգարում է մեզ միավորվելու եւ նույն բանի շուրջ նույն կարծիքն ու հայացքն ունենալու համար։ Ինչ որ հիմա դուք տեսնում եք ձեր աչքի առաջ։ Նրա համար չկան բացարձակ ճշմարտություններ, չկա հասարակական շահ, պետական բարոյական։ Կուսակցամոլության չար ոգին աշնանաբար մթագնում է սրանց բանականությունը, կլանում խիղճը եւ սպանելով բարոյական կարողությունները դարձնում է սրանց բարոյական ապուշ։ Նա թունավորիչն է ազգային կյանքի, նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը, նա հասարակության թշնամին է, բարեկամ է իր ժողովրդի թշնամիների։ Կուսակցամոլության ախտով բռնված ժողովրդի ներկան տխուր է, ապագան անհուսալի։ Այդ ախտով հիվանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարևանների համար։ Հասկանում եք, մեզ հիմա ոնց են սարքել կիրախտ եւ զոհ այս մանր բաժինների կտրտելով, իսկ մենք էլ թուլացել ենք, թույլ ենք տվել, որ դա մեր հետ անեն եւ վերածվել ենք զոհի, որովհետեւ կորցրել ենք ամբողջականության զգացումը։ Կույր եւ բարբարոս կուսակցամոլությունը պիտի թուլանա, որ ուժեղանանք ազգովին։ Պիտի մեռնի կեղծիկը, որ արտի Հայաստանը։ Գեղեցական, ուսուցիչ, գրող, գիտնական, զորական, գործիչ ահա ընտրանին։ Օրգանապես ապաքաղաքական է ընտրանի, որով բացարձակապես անկուսակցական պիտի լինի դա։ Եվ ամենակարևորը, հասկանանք Նժդեի խոսքերն են, որ հայը պատճառ չունի կուսակցականանալու, իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը եւ երեկվա մեծ եղերնը եւ հիմա ավելացնենք այն ամենը, ինչ որ տեսանք այս տարիներին, կբավ են գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի։ Մեր մեծերի իմացությունը դա ազգային կարևորագույն արժեք է։ Մենք պետք է այդ արժեքները օգտագործել սովորենք։ Ես ասում աշխարհում ոչինչ չկա նոր, ամեն ինչ եղել է արդեն։ Ընդամենը պետք է աչք ու ականջ ունենալ, տեսնել, լսել, ընկալել եւ կիրառել։ Արդեն 2-3 ամիս է ես Հասուն Սարեբեկյանի հետ պատրաստում ենք հաղորդում, միշտ ինչ-որ մի բան խանգարում է։ Մենք անպայման կունենանք միասին հաղորդում եւ ավելի մանրամասն ավելի երկար կզրուցենք։ Նաեւ շատ կարեւոր թեմայով, թե այս վիճակում ով կարող է ժողովրդին առաջնորդի։ Հոյակապ բացատրումը։ Դրանք հաստատ է ստանդարտի մեջ այս կուսակցական լիզերները չեն։ Այս հոգնած, չաչրկված, համակարգային առնետները չեն։ Դա մի ուրիշ տեսակ է, որը չի մտնում այդ համակարգի տրամաբանության մեջ։ Դրանով ինքը անխոցալի է եւ անկառավարելի։ Եվ ամենակարևորը, այս համակարգի կողմից անկանխատեսելի։ Ես հատուկ սա թողեցի վերջում, որովհետև սրանից հետո անցնել օրվա նյութերին, ասացվածքներին, ոչ մի ձև չէր կարող տեղավորվել տրամաբանության մեջ։ Ուղղակի վերջում հաղորդումը փակելուց ուզում եմ այս տեսարանը դուք տեսնեք, այդ նայեք։ Որ կյանքը հակառակվելու մեջ չի, կյանքը համագործակցելու մեջ է։ Հակառակվելը կործանարար է, համագործակցելը ուժեղացնում է։ Ամեն ինչի հիմքում չի կարող, ոչ մի լավ բանի հիմքում չի կարող լինել ատելությունն ու վախը։ Դա կործանարար է։ Լավ բանի հիմքում կարող լինի բացառապես միայն սերը։ Այս հենց սեր։ Անհնարին թվացող, բնությունից անհնարին թվացող սեր։ Եթե մի որոշում կայացնում եք վախից կամ ատելությունից,
դուք արդեն գտնվում եք չարքի դաշտում։ Եթե ձեզ կառավարում են վախով եւ շանտաժով, ձեզ կառավարում է չարքը։ Մերժենք այս ամեն ինչը, որտեղ Աստված սեր է։ Ադարչականը, հավերժականը գալիս է բացառապես սիրուց։ Եվ այն ինչ մեզ փաթաթում են օրը 24 ժամ, մասնավորապես այս իշխանությունները, դա թույն ու թարախ է, դա գալիս է չարից։ Ընտրությունը մերն է, շարունակելու ենք դա հանդուրժել, թե փոխելու ենք մեր վեկտորը, թե վերադառնալու ենք մեր առաջի քրիստոնյա ազգի կոչմանը, նույնիսկ եթե մենք քրիստոնյա մեջ չենք համարում, դա չի կարևորը։ Առաջի քրիստոնյա ազգի խորհուրդը իր մեջ չարը մերժելու խորհուրդ ունի, արարչականը ընդունելու խորհուրդ ունի։ Սա է խորհուրդը։ Կամ մենք վերադառնում ենք մեր ստատուսին, կամ դառնում ենք ների ծառաները, ինչպես Փաշինյան Նիկոլն ու իր ծառաները։ Այստեղ է կռիվը, ու այդ կռիվը պատահական չի, որ հենց Հայաստանում է։ Մենք արդեն մի անգամ հաղթել ենք այս կռիվը։ Մենք մի անգամ արդեն Բերին հաղթել ենք։ Կհաղթենք երկրորդ անգամ, թե չէ։ Ցույց կտա, ընդամենը մեկ շաբաթից կերևա։ Ես ձեզ բոլոր ընտանիքին սեր եմ ցանկանում։ Թող ձեր բոլոր գործերն ու որոշումները լինի սիրով։ Եվ թող սերը միշտ հաղթանակած լինի ձեր կյանքում։ Այսօր համար այսքան։ Լավ մնացեք։